Ինչու է Շահրամանյանը հայտնվել իրավապահների թիրախում հենց այն պահին, երբ ավարտվել է նրա պաշտոնավարման ժամկետը եւ ինչ զարգացումներ են հնարավոր, զրուցելու եմ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Երիցյան։ Այսօր նախագահը, Արցախի վերջին նախագահը հարցաքննվել է Արցախի վերջին պատերազմի ժամանակ զինվորական անփութության զենք զինամթերք թշնամուն փոխանցելու համար։ Ինչու հենց հիմա բացվեց այս թեման, ինչու նոր վարույթ հարուցվեց հենց այս փուլում, ինչու այն ակտիվացավ պաշտոնավարման ժամկետի ավարտմանը զուգահեռ։ Այստեղ կարևոր է նշել, որ նախագահը ոչ թե հարցաքննել է դրա համար, այլ այդ վարույթի շրջանակներում, այսինքն կա նախաձեռնված քրեական վարույթ, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական անփութության եւ զենք ռազմամթերք ու զինամթերք թշնամուն հանձնելու փաստի արդիվ։ Այդ արդիվ կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ես հիշեցնում եմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Արցախում տեղի ունեցած տարբեր փաստերի արդիվ, հատկապես զինվորականի հետ առնչվող փաստերի արդիվ նախաձեռնվել են տարբեր քրեական վարույթներ եւ բոլոր վարույթների շրջանակներում Արցախ հանրապետության նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է առանց խուսափելու որևէ մի հարցաքննությունից։ Կոնկրետ այս վարույթի շրջանակներում այսօր Արցախ հանրապետության նախագահը հարցաքննվել է 4-րդ անգամ, բայց տարածված են տեղեկությունները, որ նախագահը պետք է ձերբակալվի, կալանավորվի եւ այլն իրականության հետ որևէ կապ չունեն, ինքը հարցակվում է ընդհանրեն վկայի դատավարական կարգավիճակով։ Վարույթը նախաձեռնված է 23 թվականի հոկտեմբերից, իրավական տրամաբանությունը հուշում է այն, որ նախագահը դեռ պետք է հարցակվել 23 թվականի հոկտեմբեր ամսին։ Ինչու, որովհետեւ նախաձեռնված է այնպիսի մի փաստի շուրջ վարույթ, որով երևի առանցքային նշանակություն ունեցող տվյալները կարող է տրամադրել հենց Արցախի հանրապետության նախագահը։ Մեծ համար եւս զարմանալի է ինչու է 25 թվականի նախագահը հարցակվում, բայց այս մասով գնահատականներ տալուց ես առայժմ խուսափում եմ։ Ըստ մամուլի այս վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա, կա նման բան։ Տեսեք, ես քրեական վարույթի շրջանակներում քրեական վարույթ իրականացնող մարմնի, մասնավորապես քննիչի կողմից ստացել եմ նախազգուշացում նախաքննության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները որևէ կերպ չհրապարակելու մասով, հետեւաբար զերծ է մնում այդպիսի հայտարարություններ կատարած, այնուամենայնիվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հիմքը չի կարող հանդիսանալ նախաքննական տվյալ, ես պատրաստական եմ հայտարարել եւ չեմ թաքցնում այն, որ իրոք վարույթը նախաձեռնվել է, որ վարույթի հիմքի հանդիսացել Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդումը։ Իսկ կոնկրետ փաստեր կան, ինչ է ենթադրում ռազմամթերքի հանձնման։ Բայց այստեղ թույլ տվեք մի հատ ավելացում կատարեմ, չեմ կարծում, որ Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարարը խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին, ինչ որ մեկի հասցեի մեղադրանքի բնույթ կրող հայտարարություն է կատարել կամ այդ փաստի արդիվ է հաղորդում ներկայացրել, ընդհանրապես ներկայացրել հաղորդում տեղ ունեցածի վերաբերյալ եւ դրա տրամաբանական հետևանքը եղել է քրեական վարույթ նախաձեռնելու գործողությունը զինվորական քննչական մարմնի կողմից։ Զենք զինամթերք հանձնելու տակ ինչ են հասկանում, ինչ զենքերի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերում է Արցախի հանրապետության պաշտպանության բանակին պատկանող ամբողջ ռազմամթերքը թշնամուն հանձնելուն։ Պարոն Երիցյան, սա դատական քրեական գործընթաց է, թե ունի քաղաքական դրդապատճառներ նաև հաշվի առնելով Արցախից Հայաստան վերադառնալուց հետո պարոն Շահրամանյանի անցած այն ճանապարհը իրավապահների ուղղությամբ։ Հասկացա, Արցախի հանրապետությունից Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը բազմիցս է դարձել քրեականի տակ թաքնված քաղաքական հետապնդումների զոհ։ Ես հիշեցնեմ մի քանի վարույթ կապված, չգիտեմ, իթիկնապահի կողմից, իբրև թե թմրանյութ օգտագործելու հետ կապված վարույթի հետ, որի մասով կայացեց քրեական հետապնդում չիրականացնելու որոշում, այսինքն համարյա թե արդարացման որոշում, դա նույնն է, որ դատարանը կայացնի արդարացման որոշում, այսինքն չփաստվեց թմրանյութ օգտագործելու փաստը։ Մեքենաների արգրավումը, այնուհետև քնիչից արգրավում կատարեց, ներկայացության դարպասները ջարդեցին եւ այլն եւ այլն։ Բայց այս վարույթներից որևէ մեկի շրջանակներում Սամվել Շահրամանյանը անգամ վկայի դատավարական կարգավիճակ չունեցավ ինչ խոսք մեղադրյալի մասին։ Այնուամենայնիվ բոլոր գործողությունները փաստացի իրականացվել են իր նկատմամբ։ Սպասարկող մեկ ավտոմեքենա արգրավեցին, այնուհետև երկրորդը քաղաքում կանգնեցրին եւ այդպես շարունակ։ Սրանք բոլորը ասել, որ օրինական քրեական վարույթներ, ես կարող եմ տարբեր իրավական փաստարկներ բերել, որ ընդհանրապես այդ քրեական վարույթները նախաձեռնելու առիթ չկար։ Խոսել եմ մասին, որ արգրաված ավտոմեքենան, երբ որ դատարանը ճանաչում էր արդեն անթույլատրելի քնիչ է եկել նորից արգրավել է, որպեսզի ի վերջո այդ ավտոմեքենան չվերադարձնեն եւ այլն։ Այդպիսի գործողություններ բազմիցս են եղել։ Բայց կոնկրետ այս վարույթին տալ քաղաքական գնահատական ես առայժմ չեմ կարող։ Չեմ կարող պայմանավորված այն հանգամանքով, որ ինքս էլ կարևորում եմ տեղ ունեցած իրադարձությունները եւ այդ ամենի շուրջ իրավական գնահատական տալը։ Այնուամենայնիվ մենք պատրաստ ենք ամեն մի գործողության եւ մեր համար նորություն չլինի եւ հենց այդ սա է տրամաբանությունը, գիտեք, մարդկանց մոտ առաջանում է տպավորություն, որ ինչու է Սամվել Շահրամանյանը հարցաքննության ներկայանում փաստաբանի հետ, եթե չունի ձերբակալվածի կամ մեղադրյալի կամ որևէ այլ կարգավիճակ։ Վկայի իրավունքն է ներկայանալ փաստաբանի հետ եւ քանի որ
տեղի միջ այս պահը տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին կամ թույլ են տալիս մեզ հիմնավոր ենթադրություններ կատարել, որ հնարավոր է մտածածին ինչ-որ մեղադրանք ներկայացվի եւ այդպես շարունակ, մենք հարցաքննության ենք ներկայանում, ես ներկայանում եմ Սամվել Շահրամանյանի հետ հարցաքննության, միջ այս պահ արձանագրել մի հանգամանք, որ Սամվել Շահրամանյանին այս կամ այն իրադարձության մեջ մեղադրում են, չեմ կարող, բայց դա նաեւ հետագայում չեմ բացառում։ Իսկ հնարավոր է վկայից մեղադրյալի կարգավիճակի փոփոխություն։ Բնականաբար այո։ Այո, բայց այս պահի դրությամբ այդպիսի տվյալներ չկա, եթե այդպիսի տվյալներ լինեն, ես անպայման հանրության ես, այսինքն իրազեկել մենք կրկնում եմ, մենք պատրաստ ենք ամեն մի քայլ։ Միջ այս պահ նախագահ որևէ կերպ չի խուսափել հարցաքննության ներկայացնելուց, թե այս եւ թե այլ վարույթի շրջանակներում։ Միայն այս վարույթի շրջանակներում 4 անգամ հարցաքննվել է, դեռ կարծում եմ 4 անգամ էլ պետք է հարցաքննվի։ Ըստ քննիչի կողմից ներկայացած տվյալները, այս վարույթը ավելի շատ կրում է պատմական բնույթ, այսինքն ցանկանում է միգուցե սրանով պատմություն կերտել տարիներ հետո, միգուցե տվյալները կգաղտնաձեռցի, օրինակ ինչպես սովետական միության ժամանակ էին տվյալները հետագայում գաղտնաձեռցում են սովետական պատմություն կերտում, միգուցե սա էլ այդպիսի հետագայում բովանդակություն ունենալու, այնուամենայնիվ այս պահի դրությամբ ես ցանկանում եմ հստակ եւ կոնկրետ նշել, Սամվել Շահրամանյանը ունի բացառապես վկայի կարգավիճակ, ոչ թե կոնվենցիոն իմաստով մեղադրյալի վերածված վկայի, այլ ուղիղ վկայի կարգավիճակ, այսինքն նա որևէ արարքում ուղղակի չի մեղադրվում։ Պարզապես հակասությունները առաջանում են այն ֆոնի, որ իշխանականները անդադար մեղադրում են պարոն Շահրամանյանին Արցախը հանձնելու եւ այդ փաստաթուղթը ստորագրելու համար, դրանով էլ շարունակվում է թե հիմա այս գործով։ Տեսեք, ես հիմա եթե ձեր այդ հարցին պատասխանեմ, պետք է պատասխանեմ որոշակի փաստեր, որոնք ինձ հայտնի են դարձել այդ թվում էս նախաքննության շրջանակներում։ Այնուամենայնիվ, որպեսզի ցես տամ փակ եւ ամփոփիչ պատասխան, իշխանության որևէ հայտարարության իրականության հետ ոչ թե աղերս չունի, այլ իրականության կողքին անգամ խոսալ չի կարող։ Այնպիսի ամոթալի եմ համարում ես այդ հայտարարության եւ այդ հայտարարությունների իշխանության կողմից կատարված Սամվել Շահրամանյանի հասցեն եւ գիտեք իրանք իրականությունն իմանալով հանդերձ ինչ է իրականում տեղի ունեցել, ինչպիսի գործողություն են նրանք ունեցել այս ամենի մեջ, Սամվել Շահրամանյանի վրա մեղքը բարթել օգտվելով այն առիթից, որ Սամվել Շահրամյանը չի ցանկանում կամ չի բացահայտում եղած եղելությունը, կարծում եմ տեղին չէ եւ տրամաբանական։ Այն եթե դրա ես վստահ եմ, որ Արցախի հանրապետության նախագահը մի օր կխոսի եւ կներկայացնի բոլոր այն տվյալները, որոնց մասին Հայաստանի Հանրապետության ամեն բնակիչ պետք է իրազեկվի։ Կարծում եմ Արցախի Հանրապետության բնակչությունը թե Հայաստանի Հանրապետության ոչ մի դիտակից մարդ հասկանում է, որ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրապետության հանձնող նախագահ չէ։ Ինչ վերաբերում է այն հրամանին, ես բազմիցս հայտարարություններ եմ կատարել այդ մասով, ստորագրված են հրամանը համաձայն որի Արցախի Հանրապետությունը լուծարում է այդ հրամանը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է անբավեր։ Չնայած ի սկզբանե այն հրամանը իրավական որևէ ուժ չուներ, Հայաստանի այնուամենայնիվ որոշակի տարածայնություններից եւ այդպիսի խոսակցություններին առիթ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայացվել է նույն իրավական ուժ ունեցող մեկ այլ հրաման, որով նա ճանաչվել է անբավեր։ Չնայած կրկնում եմ, ի սկզբանե Արցախի Հանրապետությունը անբավեր ճանաչելու հիմքեր չկան եւ այդպիսի լիազորություն նախագահությունը եւ դա կայացվել է ուղղակի ժողովրդին սպանդից խուսափելու նպատակով։ Պարոն Երիցյան, բայց հենց դա էլ ժողովուրդը չի հասկանում այդ փաստաթղթերի ոչ իրական լինելը կամ իրական լինելը, որ ասում ենք ստորագրեցին, հետո մեկ այս ստորագրությամբ անվավեր ճանաչեցին, իսկ հետո ինչ են անելու այդ փաստաթղթի հետ։ Ես ձեզ բարձրաբան եմ, որպեսզի հասկանաք դրա տրամաբանությունն ու էությունը ինչու՞ն է կայանում։ Տեսեք, անգամ ամենաթեթև բառն էլ ժամանակին, երբ որ Արցախի Հանրապետությունից ժողովրդի անվտանգ դուրսբերման հարցն էր քննարկվում, ամեն մի բառն էլ ուներ իրական նշանակություն։ Օրինակ, այդ ռազմամթերքը, որոնք կար Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սպառազինությունը թե ոչ։ Այսինքն ամեն մի նախադասություն այդ հայտարարության մեջ ուներ իրական նշանակություն։ Եվ ի թիվս այլոց Ադրբեջանի պահանջներից մեկն էր, որ կայացվեր այդպիսի հրաման։ Եվ Արցախի Հանրապետության ներկայացությունը կամ Արցախի Հանրապետության լիազորանցիկ շատ լավ հասկանալով, որ այդ հրամանը չունի որևէ իրավական ուժ, կայացրել են այդպիսի հրաման, շատ լավ կրկնում եմ հասկանալով, որ չունի իրավական ուժ։ Հետագայում Նախ այդ հրամանը ինքնին հակասում է սահմանադրությանը, երկրորդ նորմատիվ իրավական ակտերի ուժով, Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի մասին ուժով չի մտել իրավաբանական ուժի մեջ, որովհետեւ պաշտոնական տեղեկագրում երբևէ չի հրապարակվել, բայց այնուամենայնիվ, եթե անգամ այս ամեն ինչը դնենք մի կողմ եւ ինչ որ դիեզերական ենթադրությամբ ենթադրենք, որ սա հեքիաթային ենթադրություն ունենանք եւ ասենք, այո, սա գոյություն ունեցող հրաման է, հենց Արցախը հանձնվել է այս հրամանի հիման վրա կամ Արցախը լուծարվել է այս հրամանի հիման վրա, շատ բարի, նախագահ ունի այդ իր կողմից կայացված հրամանագիր անվավեր ճանաչելու իրավասություն ունի։ Կայացել է նոր հրաման, կայացել է այդ հրամանն ես հրապարակել եմ արդեն, որով հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը լուծարել ինչ առիթով է կայացել ի սկզբանե այդ անվավեր ճանաչելու հրամանը եւ ինչպես է դա հետագայում ճանաչել անվավեր։ Չնայած վերստին կրկնում ի սկզբանե ոչ այս մի հրամանը, ոչ երկրորդը իրավաբանական ուժ չունեն։ Առաջինը կայացվել է ժողովրդին սպանդից խուսափելու նպատակով, պահանջով,
սպառնալիքի ազդեցության տակ, հասկանալի սպառնալիքի ազդեցության տակ, երկրորդ ժողովրդի անվտանգ դուրսբերումը ապահովելու նպատակով, երկրորդը այս խոսակցություններից զերծ պահելու կամ դրան իրավական տեսք տալու նպատակով։ Բայց եթե գործող իշխանությունը ձեր ասած փաստերը չի գործածում որևէ միջազգային ատյաններում հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել կամ ինչպես պիտի գործածենք այդ ձեր ասած փաստաթուղթը կամ փաստերը, որպեսզի որևէ բան փոխենք։ Հետագայում ես միշտ էլ հրապարակային հայտարարություններ կատարելիս այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, եթե գործող իշխանությունները Արցախի հանրապետությունը չի ընդունում, ապա Արցախի հանրապետության նախագահի ինստիտուտի պահպանելու անհրաժեշտությունը ինչու ներկայանում։ Ես այդ նույն տրամաբանությամբ նշում եմ, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ Շուշիի քաղաքապետ եղել է։ Առանց իշխանության օգնության հնարավոր է գործող իշխանության օգնության։ Այս պահի դրությամբ առանց գործող իշխանության բնականաբար ոչ։ Բայց մենք չենք կարող ապրել այն տրամաբանությամբ կամ շարժվել այն տրամաբանությամբ, որ միշտ լինելու է այս իշխանությունները, միշտ լինելու են կանտեսված։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք հետագա բոլոր քայլերին։ Պարոն Երիցյան, խնդրում ավելի բարձ կբացատրեք, եթե իշխանությունը փոխվի, ինչ գործողություններ պիտի հաջորդեն։ Չի բացառվում, որ միջազգային հարթակներում Արցախի հանրապետությանից հանդես են գալիս հանդես են գալու հենց Արցախի հանրապետության ներկայացուցիչները կամ Արցախի բնակչության անունից, առնվազն մենք կարող ենք արձանագրել փաստ, որ կամ առնվազն 120,000, ես չեմ խոսում անգամ 2020 թվականի տարհանվածների մասին, դեռևս 23 թվականի սեպտեմբերի 19-ի հետևանքով տարհանված 120,000 արցախցիներ, որոնց անունից հանդես պետք է գան որոշակի ներկայացուցիչներ։ Եվ նրանց անունից ի պաշտոնե հանդես գալու կամ այդ հրամանը չշահարկելու նպատակով անհրաժեշտ է կայացնել այդ հրամանը։ Օրինակ, պատկերացրեք Արցախի հանրապետության նախագահը կամ Արցախի հանրապետության որևէ լիազոր անձը, թվում նաև մարդու իրավունքների պաշտպան, միջազգային որևէ հարթակում ներկայացնում Արցախի հանրապետությունը, եւ այնտեղից հակառակ կողմի ինչ որ ներկայացուցիչ ասում, դու գիտես գոյություն այսպիսի մի հրաման, համաձայն որի այդ պետությունը լուծարված է քո պաշտոններու հետ, դու ստեղով ես։ Հենց այս նպատակով, այսպիսի խոսակցություններից խուսափելու նպատակով պետք է գոյություն ունենա այդպիսի հրաման, չնայած կրկնում եմ, ի սկզբանե սա իրավաբանական ուժ չուներ։ Այսինքն ինչ պիտի լինի, ես ներկայացրեցի ինչ պիտի լինի, օրինակ միջազգային հարթակներում տարհանված արցախցիների անունից հանդես պետք է գան Արցախի համապատասխան ներկայացուցիչները կամ չի բացառում նաև ներպետական մակարդակում։ Խոսքը չի վերաբերում վտարանդի կառավարությանը, իհարկե խոսքը վերաբերում է ընդհանուր ներկայացությանը։ Արցախի հանրապետության բոլոր ինստիտուտների պահպանելու անհրաժեշտությունը եւ իրավաբանական տրամաբանությունը գործում է։ Այս պահին պաշտոնավարման նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Արցախ այս պահին ունի նախագահ։ Ես ձեզ բարձաբանեմ, այստեղ մենք պետք է սկսենք նրանից, որ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ընտրվելուց հետո 5 տարի ժամկետով ընտրվելուց հետո այդ ժամկետի հոսքի ընթացքում 4-րդ տարում, եթե չեմ, երրորդ տարում Արցախի հանրապետության նախագահ հրաժարական է ներկայացնում։ Արցախի հանրապետության սահմանադրության ուժով այդ պահի ազգային ժողովը ընտրում է նոր նախագահ, ով որ շարունակում է պաշտոնավարել մինչև նախագահի ընտրության ժամկետի ավարտը։ Այսինքն այս պահի դրությամբ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ ըստ այդմ ընդհատում է նաեւ Սամվել Շահրամանյանի լիազորությունները, այսինքն ինքը այլևս նախագահ չի համարվում, Արցախի հանրապետության նախագահ չի համարվում։ Չի եղել։ Խոսքը վերաբերվում է հենց դրան։ Տեսեք, խոսքը վերաբերում է հենց դրան։ Այս պահի դրությամբ Սամվել Շահրամանյան լիազորությունները, պաշտոնավարման լիազորությունների ժամկետը լրացած, այսինքն ինչ վերաբերում է նոր ընտրության, ազգային ես հիմա չեմ ցանկանում նշել ինչ եղանակով է այդ ամեն ինչ կատարելու, մանավանդ որ այստեղ իրավական որոշակի խնդիրներ ունենք, որպես իրավաբան առհասարակ չեմ ցանկանում դրա մասին խոսել, որովհետև կրկնում իրավական որոշակի խնդիրներ ունենք, սակայն կարող եմ վստահաբար հայտարարել, անգամ Արցախի հանրապետության ներկայացուցչյանից հայտարարել, որ Արցախի հանրապետության բոլոր ինստիտուտները, այդ թվում նախագահի ինստիտուտը շարունակելու է գործել։ Ներողություն, պարոն Երիցյան, ուղղակի լավ չհասկացա, եթե ընտրությունը դեռ տեղի չի ունեցել կամ չգիտեմ երբ է տեղի ունենալու, այդ ընթացքում ով է ի պաշտոնե ղեկավարը այս կառույցների։ Մենք մեծ իրավական խնդիրներ չունենք, պարզ ես պատասխանեմ, չունենք։ Մենք մեծ խնդիրներ ունենք, Արցախի հանրապետության սահմանադրությունը մշակելի սահմանադիրը չէր կանխատեսում այսպիսի հետևանքներ, որպեսզի նախատեսեր նաև այս ընթացքում իշխգործողություններ պետք է ձեռնարկվի, այսինքն տարածքի բացակայության պայմաններում կամ պետության փաստացի բացակայության պայմաններում ինչպիսին է պետք է լինի իշխանության ընտրության ձևը եւ այլն։ Հետեւաբար սրան հստակ պատասխանալ ես տրամաբանությամբ հստակ տրամաբանությամբ չեմ կարող, պարզ տրամաբանությամբ չեմ կարող կամ այնուամենայնիվ կրկնում եմ Արցախի հանրապետության բոլոր ինստիտուտները, այդ թվում նախագահի ինստիտուտը շարունակելու է գործել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցումը Արցախին վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանի հետ։